Մեկ տարուց ավել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն անգործության է մատնված։ Արդեն ավելի քան մեկ տարի 2024 թվականի մարտից հանձնաժողովը որևէ անդամ չունի։ 2023 թվականի փետրվարի 3-ին ձևավորված հանձնաժողովի կազմում եղել են Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Արմեն Մազմանյանը։ Արդարադատության նախարարությունից Factor TV-ին փոխանցել են, որ մեկ տարի աշխատելուց հետո նրանք հեռացել են իրենց դիմումի համաձայն։ Մինչ այս սահմանադրական բարեփոխումների մասնագիտական մեկ այլ հանձնաժողով է գործել, այն ձևավորվել էր 2022 թվականի մարտի 29-ին եւ աշխատել մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 30-ը։ Նախորդ կազմը բաղկացած էր ոչ թե 3, այլ 5 հոգուց՝ Անահիտ Մանասյան, Արտյոմ Գեղամյան, Դավիթ Հակոբյան, Լուսինե Հակոբյան եւ Ռաֆիկ Գրիգորյան։ Factor TV-ն փորձել է պարզել այս ժամանակահատվածում հանձնաժողովի գործունեության համար, այդ թվում դրա անդամների աշխատավարձին որքան գումար է ուղղվել եւ ինչ արդյունքներ են գրանցվել։ Արդարադատության նախարարությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2022 թվականի ընթացքում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների վարձատրության համար հատկացվել է ընդհանուր 20 միլիոն 940 հազար դրամ, 2023 թվականի ընթացքում 28 միլիոն 983 հազար դրամ, իսկ 2024 թվականի ընթացքում 9 միլիոն 778 հազար դրամ, ընդհանուր հատկացվել է 59 միլիոն 706 հազար դրամ, ներառյալ հարկերը։ Հիվը եկեք ես չհստակեցնեմ, որտեղ ես չգիտեմ, դա հիմնադրամն է վճարում, դա միգուցե առևտրային գաղտնիք լինի, ես ուրիշների իրավունք չունեմ հրապարակեմ։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում նախագահած Դավիթ Հակոբյանը չի կարծում, որ ինքն ու հանձնաժողովի մյուս անդամները հենց այնպես են աշխատավարձ ստացել։ Վստահեցնում է, կատարած աշխատանք ունեն, որի արդյունքներով մեկ տարի առաջ մայիսի 1-ին վարչապետի սեղանին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ են դրել։ Իսկ որքանով է այդ հայեցակարգը կենսունակ Նիկոլ Փաշինյանի եւ Սրփուի Գայլյանի հայտարարություններից հետո։ Վարչապետը 2025 թվականի մարտին հայտարարել էր տարածաշրջանային նշանակության, իսկ նախարարը խաղաղության գործընթացին չվնասող սահմանադրություն ունենալու մասին։ Չնայած այս պայմաններում հնարավոր չի շղթել, որ այն տեքստը, որը կարա լինի, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ Խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանի եւ Սրփուի Գայլյանի այս պատկերացումները կան անցած տարվա մայիսին վարչապետի սեղանին դրված հայեցակարգում։ Սահմանադրական հանձնաժողովը նախագահած Դավիթ Հակոբյանն այդ հարցի պատասխանը չունի։ Ես դա չեմ կարող ասել, բայց ստա ես կարծում եմ կառավարությունում կարդացել էին, որովհետև քննարկում էր ընթացել, հարցեր էին բարձրացվել։ Համենայն դեպս ես հույս ունեմ եւ կարծում եմ, որ հետագա որ բարեփոխումները ընթանում են, հետագա հայեցակարգում ինձ թվում է անպայման հիմքում կլինի։ Փոխարենը Դավիթ Հակոբյանը նշում է, որ հայեցակարգում անկախության հռչակագրի հետ կապված փոփոխությունների առաջարկներ չկան։ Հանձնաժողովը առաջարկել է խորհրդարանի դերը բարձրացնել, վարչապետի որոշակի լիազորություններ կրճատել եւ նախագահին լրացուցիչ լիազորություններ տալ։